Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Ո՞նց եք։ Ժորժ ջան, շատ ուրախ ենք այս եղանակին, այս պայմաններում նման ջերմ ընդունելության համար։ Այս օրերին, այս տեսակը, ձեր պես չհազնվող, պայքարող, իր երկրին ու իր ժողովրդի իրավունքներին տեր կանգնող տեսակը չի կարող պարտվել, համաձայն եք։ Կեցեք, Ժորժ ջան, այս շրջիկ թափառախումբը, այս չարիքի իշխանությունը, այս օրերին Հայաստանի մեծ ու փոքր գյուղերով ման է գալիս, մեր ժողովրդից քվե է ուզում։ Ասում է քվե տվեք, որ Արցախի էջը փակեմ։ Ասում է ինձ քվեարկեք, որ ցեղասպանությունը ուրանամ։ Ասում է ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ։ Ասում է ինձ քվեարկեք, որ հարձակվեմ եկեղեցու վրա։ Դուք համաձայն եք սրան։ Ուրեմն, Ժորժ ջան, այս շղթան պետքա կտրենք։ Հունիսի 7-ին այս զիջումների, այս չարիքի, ողբերգության, հանձնումների էջը միասին պետքա փակենք։ Ժորժ ջան, ինչ ենք ասում մենք։ Ասում ենք, որ այո, Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրավերների առջեւ։ Այո, ունենք մի շարք խնդիրներ, բայց մենք գիտենք այդ խնդիրները լուծելու ճանապարհները։ Մենք ունենք անցած ճանապարհ, ունենք փորձառություն, ունենք անցյալ, որը մի քանի անգամ ապացուցվել է։ Եվ այո, այսօր Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Առաջ կուսակցությունը, բազմաթիվ կյանքի ճանապարհ անցած մարդիկ իրենց ուժերը մեկտեղել են մի նպատակով, որ երկիրը այս իրավիճակից դուրս բերեն ու մենք կարող ենք միասին Ժորժ ջան, մի քանի օր առաջ այս չարիքի իշխանությանը մի հարց ենք տվել։ Ասել ենք հայտարարի, որ դու այլևս երբեք Հայաստանից որևէ տարածք չես զիջելու։ Պարզ բան, որ ուզում ես դառնաս վարչապետ, հայտարարի, որ այլևս երբեք Հայաստանից որևէ մետր չես հանձնելու։ 10 օր ընկանք հետևից երեք հայտարարեց, որ ոչ, Հայաստանից տարածքներ զիջելու է եւ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ։ Ժողովուրդ, աշխարհում սես բան չկա։ Վարչապետը կամ վարչապետի թեկնածուն եկել է իր ժողովրդին ասում է քվեարկեք, որ գնամ հայրենիքից նոր կտորներ հանձնեմ թշնամուն։ Սա անընդունելի է։ Սրանով փորձում է Ժորժ ջան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մասնակից դարձնել այդ դավաճանությանը, այդ հանձնմանը, այդ պետական հանցագործությանը։ Եվ այո, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, քվեարկելով 16 բյուլետենին քվեարկում է Հայաստանի պետականության ոչնչացմանը։ 16 համարը, դա այրունոտ բյուլետեն է, որը պետք է մերժենք։ Ուրեմն Ժորժ ջան, հունիսի 7-ին համար 17-ին, շնորհակալ եմ։